Հայաստանի զբոսաշրջության ֆինանսավորումը, հավատալ թվերին, թե փաստերին։ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար հատկացվել է ավելի քան $150 միլիոն պետական բյուջեից եւ միջազգային դրամաշնորհներից։ Թվերն իսկապես տպավորիչ են։ Ինչ տեսանք այս տարիներին։ Զբոսաշրջության ռազմավարություն, թիրախավորված շուկաների գրավման ծրագրեր, հաջողված միջազգային արշավներ, որ կբարձրացնեն Հայաստանի ճանաչելիությունը։ Թույլ տվեք կասկածել։ Փոխարենը մենք տեսնում ենք անկազմակերպ միջոցառումներ, չարդարացված ծախսեր, երբեմն էլ բացարձակ անարդյունավետ նախաձեռնություններ։ Եթե պետական բյուջեից հատկացվող գումարները հասնում են տեղին, եթե միջազգային դրամաշնորհները իրականում ծառայել են իրենց նպատակին, ապա ինչու են մեր մարզերում հյուրատների, փոքր բիզնեսների տերերը դեռ պայքարում ինքնաբավ լինելու համար։ Ինչու է Հայաստանի զբոսաշրջային բրենդը շարունակում մնալ աղոտ, առանց հստակ դիրքավորման։ Ինչու են դեռևս հյուրերը հաճախ դժգոհում բարդ տրանսպորտային հաղորդակցությունից, ծառայությունների անհամաչափ զարգացումից եւ ընդհանուր անկազմակերպվածությունից։ Եթե միայն 2024-25-ին չեղարկվել է 3 մրցույթ, այսինքն կորսվել է 6 ամիս ժամանակ, եթե Հայաստանի ոլորտային ամենակոմպետենտ կառույցներից մեկը, ներգրավվելով հատուկ մասնագետներ, չի կարողանում հաղթահարել մտածածին, հորինովի բյուրոկրատական քաշքշուկը, ապա ինչպես մարզում ապրող մեր քաղաքացին, ձեռնարկատերը, նախաձեռնողը դուրս գա այդ ծանրությունից։ Այդ պատճառով էլ մինչև օրս կառավարության ծրագրերի մեծ մասը տնտեսության բոլոր ոլորտներում արկախված է կամ թերի ու ուշացած։ Հարցը չի սահմանափակվում միայն բյուջեների եւ ծախսերի թվերով։ Խնդիրը խորքում է. արդյոք այս գումարները ճիշտ են կառավարվել։ Արդյոք պատասխանատու կառույցների մասնագիտական կարողությունները համարժեք են այդպիսի բյուջեներ տնօրինելու։ Մենք միշտ լսում ենք խոստումներ, ծրագրված համաժողովներ, զբոսաշրջության աճի կանխատեսումներ, սակայն սառը փաստերը հաճախ ավելի խոսուն են, քան հաշվետվությունների սունյակներում շարադրված թվերը։ Տարիները գնում են, իսկ Հայաստանը դեռ սպասում է իր մեծ զբոսաշրջային թռիչքի։ Պետք է հարց տանք ոչ միայն պատասխանատուներին, այլև մեզ, որպես հասարակություն։ Մինչև երբ ենք պատրաստ հանդուրժել անարդյունավետ կառավարումը եւ туриզմի ոլորտի իրական խնդիրների անտեսումը։ Այս հարցերի պատասխանները պետք է տրվեն ոչ թե հերթական բյուջեի հաշվետվությամբ, այլ տեսանելի, շոշափելի, բոլորի համար ակնհայտ արդյունքներով։